Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը, գրել է նա։ Թեմային հետևել է նաև Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ գիտենք այս հատճանի մասին։ Խաղաղության խորհրդի ձևավորման մասին Դոնալդ Թրամփը հայտարարել հունվարի 16-ին, դա մի նոր կազմակերպություն է, որը զբաղվելու է Գազայում կոնֆլիկտի կարգավորման եւ յետկոնֆլիկտային վերականգնման հարցերով։ Հավանաբար այդ Դավոսի ֆորումի շրջանակներում վերջնական որոշում կկայացվի եւ կստորագրվի համապատասխան փաստաթուղթ այդ խորհրդի ստեղծման մասին, ենթադրվում է, որ 5 շաբթի օրը այդ փաստաթուղթը կստորագրվի։ Բայց ինչպես երևում է այդ ԱՍԵԱՆ-ի կանոնադրության նախագծից, այդ կազմակերպությունը ստեղծվում է ոչ միայն Գազայի խնդրի կարգավորման համար, եւ ընդհանրապես ոչ միայն արաբ-իսրայելական խնդրի կարգավորման համար, այլ նաեւ ծառայելու է տարբեր այլ կոնֆլիկտների կարգավորմանը եւս։ Այսինքն խոսք է գնում մի նոր միջազգային կազմակերպության ձևավորման մասին եւ որոշ փորձագետներ արդեն մտավախություն են հայտնել, որ այս նախաձեռնությամբ Դոնալդ Թրամփը կազմաքանդում է միջազգային անվտանգային համակարգի այդ ամբողջ ճարտարապետության հիմքերը, քանի որ ձևավորվում է մի կազմակերպություն, որը զուգահեռ է գործելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ եւ փորձ է ձեռնարկելու անվտանգության խորհրդի որոշ ինչ-որ ուրեմն ֆունկցիաներ կատարելու։ Նշեմ, որ ՄԱԿ-ը որևէ մանդատ նման այդ ԱՍԵԱՆ-ին տալու մտադրություն չունի։ Արտյոմ, այս խորհրդի անդամները ովքեր են լինելու։ Ենթադրվում է, որ մոտ 3 տասնյակ անդամից է բաղկացած լինելու խորհուրդը, բայց նաև հայտնի է, որ Դոնալդ Թրամփը մոտ 6 տասնյակ պետությունների ղեկավարներին է ուղղել կամ ուղղելու է հրավերը միանալ այդ ԱՍԵԱՆ-ին եւ նաև մի շարք ազդեցիկ պետական քաղաքական գործիչների։ Մոտ 2 տասնյակ պետությունների ղեկավարներ արդեն ստացել են հրավերները, դրանց թվում են եւ մի քանիսը արդեն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Օրինակ Արգենտինայի, Ղազախստանի, Բելարուսի նախագահները, Կանադայի, Հունգարիայի վարչապետները, Մարոկոյի արքան եւ այլն։ Նշեմ, որ հրավերները ուղղում են ոչ միայն միջազգային գերտերությունների ղեկավարներին կամ տարածաշրջանային առաջատար պետությունների ղեկավարներին, այլ նաև համեմատաբար ավելի փոքր պետությունների ղեկավարներին, օրինակ Հայաստանի հետ նույն շարքում կարելի է հիշատակել Ալբանիան կամ Վիետնամը, նախագահելու է այդ ԱՍԵԱՆ-ում անձամբ Դոնալդ Թրամփը եւ բացի այդ գործելու է նաեւ գործադիր մարմին, որում նույնպես Թրամփին շատ հավատարիմ մարդիկ են լինելու։ Օրինակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անձնական ներկայացուցիչը Թրամփի Ստիվ Ուիթկոֆը, Ջերեդ Կուշները, ով նրա դստեր ամուսինն է, նախկին Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը եւ այլն։ Բլումբերգի տեղեկությունների համաձայն այդ ԱՍԵԱՆ-ի միջազգային մշտական անդամ լինելու համար յուրաքանչյուր պետություն պետք է վճարի $1 միլիարդ։ Իսկ այն պետությունները, որոնք պատրաստ են բավարարվել 3 տարի ժամկետով անդամ լինելու կարգավիճակով, կարող են դա անվճար դրան հասնել։ Յուրաքանչյուր պետություն ունենալու է 1 ձայն, որոշումները քվեարկությամբ են ընդունվելու, բայց ինչն է հետաքրքիր, որոշումները ուժի մեջ են մտնելու միայն, եթե այդ որոշմանը հավանություն տա խորհրդի նախագահ, որը այս դեպքում Դոնալդ Թրամփն է։ Այսինքն Դոնալդ Թրամփն է անձամբ որոշելու, որ որոշումը պետք է կայացվի եւ ուժի մեջ մտնի։ Արտյոմ, ինչ կտա Հայաստանին այս անդամակցությունը։ Դե բնական է, որ Հայաստանը 1 միլիարդ ավելնորդ փող չունի, ենթադրում եմ մենք պետք է բավարարենք 3 տարի ժամկետով անդամ լինելու կարգավիճակով, ինչը նույնպես որոշակի առավելություններ է, հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ազդեցություն ունենալ կարևոր միջազգային պրոցեսների վրա, տարեկան առնվազն 1 անգամ այդ անդամները այդ խորհրդի հավաքվելու են, դա նաև շփման հնարավորություն է, բայց ավելի կարևոր է, որ Հայաստանի ձայնը լսվելու է լինելու, Հայաստանը ազդելու է միջազգային գլոբալ պրոցեսների
վրա։ Նշեմ, որ Հայաստանը իրավունք ունի իսկապես այդ ատյանի անդամ լինելու, քանի որ Հայաստանը բնական շահեր ունի մերձավոր արևելյան տարածաշրջանում, հայ համայնքներ կան արաբական մի շարք երկրներում, ավանդական համայնքներ, բացի այդ հիշենք հայ առաքելական եկեղեցու հատուկ դերն ու կարգավիճակը Երուսաղեմում ու Բեթլեհեմում, հայկական թաղամասի արկայությունը Երուսաղեմում, եւ Հայաստանը իրավունք ունի իսկապես այդ ատյանում ձայն ունենալու բայց նաև կան մարտահրավերներ եւ խնդիրներ։ Ինչպես ասացի, ատյանը որոշումներ է կայացնելու միայն Միացյալ Նահանգների հավանությամբ։ Այսինքն Վաշինգտոնում են իրականում կայացվելու այդ որոշումները, իսկ Հայաստանը որպես շարքային անդամ իր վրա է վերցնելու այդ որոշումման պատասխանատվությունը։ Դա կարող է դուր չգալ որոշ արաբական երկրների ղեկավարներին, Պաղեստինում ոմանց դուր է չգալ։ Այդ իմաստով դա իհարկե խնդրահարույց է եւ կարող է նաեւ անվտանգային խնդիրներ ստեղծել այդ երկրներում ապրող հայ համայնքի ներկայացուցիչներին։ Ամեն դեպքում, բացի այդ, ինչպես ասացի, այդ որոշումը կարող է ծառայել ավանդական միջազգային կառույցների կազմաքանդմանը, ինչը չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում, բայց կարծում եմ բոլոր դրական եւ բացասական կողմերը հաշվի են առել որոշումը կայացնելիս։ Ես որքան գիտեմ, Ադրբեջանին եւս ուղարկվել է այդ հրավերը։ Որևէ տեղեկություն փաստ չկա, որը կարող էր դա ապացուցել, ոչ մի պաշտոնական հաղորդագրություն այդ մասին դեռևս չկա, թեև Հակինաս պարբերականը գրում էր, որ որոշ տեղեկությունների համաձայն Իլհամ Ալիևին դրական առաջարկ արվել է, նա մերժել է, բայց այս դեպքը չէ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պարզապես պարիտետի սկզբունքով պետք է ներգրավվեն։ Ինչպես ասացի, Հայաստանը բնական շահեր ունի այդ տարածաշրջանում եւ չեզոք պետություն է։ Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է եւ բնական շահեր այդ տարածաշրջանում չունի, ուստի տրամաբանական կլինի, եթե օրինակ Հայաստանին հրավերը ուղղված լինի, իսկ Ադրբեջանին ոչ։ Շնորհակալություն, Արսեն։